Բարև ձեզ։ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին այսօր կզրուցենք ազգային առաջընթաց կուսակցության վարչության անդամ Հայ Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Գրիգորյան, Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ավելի քան 130 քառակուսի կիլոմետր տարածք, մեր դաշնակիցը Ռուսաստանը ոչինչ չի ձեռնարկում։ Ինչ անել։ Ուրեմն խնդիրը նրանում է, որ մենք սխալ ընտրություն ենք կատարել դաշնակցի հարցում, այսինքն այն դաշնակիցը, որի օրոք դու 44 օրյա պատերազմի ընթացքում կարող էիր կրեիր սարսափելի պարտություն եւ հետո ստորագրեիր խայտառակ զինադադար, կապիտուլյացիոն փաստաթուղթ եւ նույնիսկ այդքան զիջումներից հետո քո հետ խոսեն սպառնալիքների լեզվով եւ նորից տարածքներ գրավեն քեզանից, դա վկայում է մի բանի մասին, որ դաշնակից ուղղակի գոյություն չունի եւ քո անվտանգային համակարգը, որի վրա կառուցված է ամեն ինչ, Ռուսաստանի հետ միայն դաշնակցային կապը չի աշխատում։ Եվ դա ենթադրում է, որ քո կապը պետք է քո դաշնակիցը պետք է փոխարինվի, իսկ աշխարհում այսօր գոյություն ունի միայն մեկ այլընտրանք նման դաշնակցի, դա ԱՄՆ-ն է, քանի որ ոչ Անգլիան, ոչ ասենք Ֆրանսիան, ոչ Գերմանիան կամ մեկ այլ երկիր, կամ Ճապոնիան կամ Չինաստանը ինքը այդքան ռեսուրս չունի եւ այդքան հզոր չի, որպեսզի քո մեր կոնկրետ աշխարհաքաղաքական միջավայրում այս տարածաշրջանում լուծի այնքան հարց, որքան որ ԱՄՆ-ն կարող է լուծել։ Կարող ենք ենթադրել, որ դեպի ԱՄՆ գնալը նշանակում է դուրս գալ հապկից։ Բնականաբար դա ենթադրում է դա եւ ԱՄՆ-ի պաշտոնյաները, ովքեր վերջին 2 ամսում ինտենսիվ այցելեցին Հայաստան, արդեն գրեթե բաց տեքստով ասեցին դա, որ անհնար է Հայաստանին մատակարարել զենք եւ տեխնոլոգիաներ, երբ որ Հայաստանը գտնվում է ռուսական անվտանգային համակարգում, քանի որ դա կբերի այդ տեխնոլոգիաների հասանելիությանը Ռուսաստանին եւ դա բնական է, բացի դրանից հապկ որպես այդպեսին կարող ենք ասել, որ կառույց գոյություն չունի Հայաստանի մասով, հապկը դա ռուսական կառույց է, որի ամբողջ նպատակն է ծառայել Ռուսաստանի շահերին։ Նրանք խնդիր է առաջանում, մեր հարևան Վրաստանը օրինակ եւս ցանկանում էր գնալ ՆԱՏՕ դեպի ԱՄՆ, տեսանք թե ինչ եղան, ռուսական զորքերը մտան այնտեղ, ավիրեցին, հիմա էլ տեսնում ենք օրինակը Ուկրաինայի հետ կապված, ինչով ենք մենք ապահովագրված։ Ասեմ, նախ կա մի էական տարբերություն, որ մենք ցամաքային սահման չունենք Ռուսաստանի հետ եւ մեր տարածքային վեճը Ռուսաստանի հետ չի, թե Ուկրաինայի դեպքում, թե Վրաստանի դեպքում խնդիր է եղել տարածքային վեճերի, այսինքն Ռուսաստանի եւ ուղղակի Վրաստանի կամ Ռուսաստանի եւ Ուկրաինայի։ Մենք Ռուսաստանի հետ տարածքային վեճ չունենք, մեր վեճը Ադրբեջանի հետ է, բայց անշուշտ, երբ որ դու գնաս ռուսական շահերին դեմ, Ռուսաստանը պատերազմ հրահրելու է, բայց ես կարող եմ ասել, որ այն գինը, որը որ մենք պետք է վճարեինք Ռուսաստանից անջատվելու եւ արևմուտք գնալու համար, մենք այդ գինը այսպես թե այնպես վճարեցինք 20 թվականին, մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը, մենք կորցրեցինք Շուշին, որը երբեք չէինք կարող պատկերացնել, որ կկորցնենք, եւ դրա դիմաց մենք չստացանք այն դրականը, որը որ ստացավ օրինակ Վրաստանը, երբ որ Վրաստանը կորցրեց իր ասենք բաղձալի տարածքները, որոնք շատ կարևոր էին տնտեսական իմաստով, այդ տարածքները կորցնելուց հետո Վրաստանը գոնե ստացավ արևմուտքի հետ աշխատելու հնարավորություն եւ զարգանալու հեռանկար, որը որ իրագործվում է, եթե դուք գնաք, ասենք Վրաստան, դուք կտեսնեք այն բարեփոխումների դրական հետևանքը, որոնք որ տեղի ունեցավ Սաակաշվիլիի ժամանակ։ Այսինքն բացասականի հետ կա նաեւ դրականը։ Իսկ մեր մոտ միայն եղավ բացասական կորուստը, մենք դրական բան չստացանք, ու մենք շարունակում ենք պրոռուսական քաղաքականությունը։ Հասարակության մոտ հարցեր են առաջանում, արդյոք Ռուսաստանը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միասին քաղաքագետներ են նշում նաեւ, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված հայկական ժամանակն է նշում սրա մասին, հանձն չի առնի եւ չի վերցնի Զանգեզուրի միջանցքը, քանի որ նշվում է, որ Ռուսաստանն է հիմնական շահառուն Զանգեզուրի միջանցքի։ Այո, բայց այդ դաշինքը, Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան դաշինքը այսպես թե այնպես գործում է 2020 թվականից առնվազն բացահայտ ձևով ընդդեմ Հայաստանի, այսինքն ստե փոփոխություն չի լինում, արևմուտք գնալով նման դաշինք չի ստեղծվել, այդ դաշինքը արդեն կա, ու այդ դաշինքը փորձ արել է վերցնել Զանգեզուրը սեպտեմբեր ամսի իրադարձություններին, որոնք կանգնեցվել են ԱՄՆ-ի կողմից, ու դա հաստատել է թե Ադրբեջանը, թե Հայաստանը։ Ադրբեջանը իհարկե Ալիևը գնաց հետո Ռուսաստան եւ ասես սեպտեմբերի իրադարձությունները դադարեցվել են Մոսկվայի միջամտությամբ,
բայց միջև այդ նրանք հայտարարել էին եւ եղել է Բլինքենի հեռախոսային խոսակցությունը 3-4 անգամ Ադրբեջանի հետ, որի արդյունքում մենք գիտենք, որ դադարեցվել են։ Իսկ եթե մենք կարող ենք նաև ռացիոնալ հարց տալ, բայց եթե նրանք չմիջապտեն, Ռուսաստանը միջամ դադարեցնելու էր, եւ պատասխանը դուք կտեսնեք, որ ոչ, որովհետեւ Ռուսաստանը շուրջ մի շաբաթ 10 օր այդ պատերազմը չէր դադարեցնում, եւ նույնը նա չէր դադարեցնում 20 թվականի պատերազմի ընթացքում, այսինքն ԱՄՆ-ի միջամտությունը ակնհայտ է նույնիսկ ռուսնական դաշնակից Հայաստանի նկատմամբ էլի այդ քայլերը արվել են, որպեսզի դադարեցվեն եւ փորձ է արվել հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը տանել արևմուտքի հովանի ներքո, որը որ կրկին էլի մեր ձեռքում էր ընտրությունը, բայց մենք գնում հանդիպում ենք Եվրոպայում եւ Վաշինգտոնում, հա, ասում ենք մի բան, բայց հետո գալիս ենք ու նորից գնում ենք Մոսկովյան հանդիպումներ, Սոչիի հանդիպումներ եւ նորից Հայաստանի վարչապետը ասում է, որ մենք ուզում ենք խաղաղապահների մանդատը երկարացնենք, Ռուսաստանը մեր ռազմական դաշնակիցն է եւ այլն։ Այսինքն սա մի քիչ նաեւ դիտվում է որպես անշնորհակալ քայլ, որովհետեւ դու դրական արդյունքները քաղում ես արևմուտքից, բայց նրանց չես ուզում վերադարձնես այն, ինչը իրանք արել են, այդ դրա փոխարեն դու վազում ես էլի Ռուսաստան։ Պարոն Գրիգորյան, Արցախի հետ կապված է, Արցախի բնակչության հիմնական անվտանգության ապահովողը այնտեղ ռուսական զորքերն են։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ հայկական զորքը այս պահի դրությամբ այնտեղ չէ, դուրս բերված է հայաստանյան զորքը այնտեղից ու այնտեղ ռուսական զորքերը եթե հանկարծ որոշեն դուրս գալ, մեզ համար դա խնդիր կլինի, ինչ է լինելու Արցախի վիճակը։ Բայց ոչ չի ասում զորքերը դուրս գան ու չփոխարինվեն։ Դուք լավ հիշում եք, որ 20 թվականի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն հայտարարեց սկանդինավյան խաղաղապահների տարբերակը եւ հայկական իշխանությունները ասացին, որ մենք ուզում ենք ռուսական խաղաղապահներ լինեն։ Այսինքն այնպես չի, որ այլընտրանք չի առաջարկվել։ Ես ուզում եմ հստակ ուղղակի ասել, որ երբ որ ասում են բացի Ռուսաստանից, հա, Լուկաշենկոն ասում է բացի Ռուսաստանից Հայաստանը ոչ մեկին պետք չէ, ես ուզում եմ այդ թեզը հրապարակային ասեմ, որ դա սուտ է։ Եվ այն լրատվամիջոցները ու քաղաքական գործիչները Հայաստանում, որոնք ներկայացնում են Ռուսաստանին որպես միակ փրկիչ, նրանք դիտավորյալ մոլորեցնում են հասարակությանը։ Ես ուզում եմ փաստերով ապացուցեմ, որ արևմուտքը կոնկրետ հետաքրքրված է ոչ միայն Հայաստանով, այլև Արցախով, ընդ որում ԱՄՆ-ն միակ երկիրն է եւ Ֆրանսիան ԵԱՀԿ համանախագահներից ի տարբերություն Ռուսաստանի, որոնք ասում են շեշտում են բառացի, որ Արցախի հիմնախնդիրը կարգավորված չէ։ Իսկ ռուսական, օրինակ դեսպանը ասում է եկեք թողենք այդ հարցը հաջորդ սերունդներին։ Իսկ դա նշանակում է հայաթափել Արցախը հիմա, վերածել այն Նախիջևանի, հայաթափել եւ հետո հաջորդ սերունդները այդ հարցը լուծելու բան չի մնա այնտեղ։ Այսինքն ակնհայտ է, որ արևմուտքը հստակ հասկանում է, որ կա Արցախի խնդիր եւ այնտեղի հայությունը չի կարող հայաթափվել։ Այդքանը ասում են մարդիկ։ Իսկ ինչպես է պատկերացնում արևմուտքը Արցախի խնդրի լուծումը։ Ասում եմ, նրանք դա չեն հայտարարել, բայց այդ խոսակցությունը քննարկումը հաստատ եղել է վարչապետի հետ եւ այլ պաշտոնյաների հետ, եւ ես ավելի քան համոզված եմ, որ այլընտրանք առաջարկվել է, որովհետեւ անհնար է ռեալ քաղաքականության մեջ, հա, գեոպոլիտիկայի մեջ դու մի բան առաջարկես, որը հիմնված լինի զուտ ցանկությունների կամ բարեմաղթանքների վրա։ Ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ն առաջարկում է Արցախի հիմնախնդիրը համարել չլուծված եւ այն կարգավորել ԱՄՆ-ի հովանի ներքո հայ-ադրբեջանական ձևաչափով եւ դուրս թողել Ռուսաստանը եւ հայտարարում է, որ իրենց նպատակն է կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում, դա բնականաբար բոլորը հասկանում են, որ դա ենթադրում է Արցախի հայության իրավունքների պաշտպանություն եւ այդ տարածաշրջանում այնպիսի կարգավորման հաստատում, որը որ կբերի խաղաղության։ Բոլորը հասկանում են, որ երբ որ շահ մի կողմի կատարվում են զիջումներ, դա երբեք չի բերում հարատև խաղաղության։ Հարատև խաղաղությունը դա այն է, որ փոխ համաձայնեցված եւ հավասարակշռված լուծում է տրվում հարցին։ Իսկ այս դեպքում դուք նաև իրավաբան եք, իրավական առումով միջազգային հարթակներում, դատարաններում ինչպես կարելի է այս հարցը իօգուտ Հայաստանի լուծել եւ արդյոք արժի Արցախի հարցը տեղափոխել միջազգային դատարան։ Նայեք, միջազգային դատարան կարող է տեղափոխվել որոշակի հարցեր, օրինակ պատմամշակութային հուշարձանների վերացում, բնակչությանը եթե գազազրկում են, ասենք ձմռան ամիսին եւ այլն, որը որ կարող է համարվել, ասենք տեղահանությանը հավասար, հա, քայլեր, դրա համար կարող են դիմել դատարան, բայց կոնկրետ Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը դա քաղաքական հարց է, քաղաքական հարցերը դատարաններում չեն որոշվում։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ԱՄՆ-ի կողմից, երբ որ հայտարարվում է Արցախի հարցը լուծված չէ, իսկ Ադրբեջանը ստացել է իր կողմից տարիներով
ցանկալի արդյունք է, այսինքն որ տարիներով նրանք ասում էին, որ մեր օկուպացված տարածքները հետ տվեք, նրանք այդ տարածքների ոնց որ գրավելով լուծել են այդ հարցը։ Այս պահին Հայաստանը ունի դրական խոսալու ոնց որ հիմքեր, եւ որով կարող է ինքը արդեն առաջ տանել Արցախի հայության իրավունքները եւ Հայաստանի հետ նրա կապը, բայց Հայաստանի իշխանությունները դուք տեսնում եք, որ բոլոր հանդիպումներին նրանք խուսափում են ընդհանրապես օգտագործել Արցախ տերմինը կամ ընդհանրապես շոշափել։ Նրանք պահում են իրենց այնպես, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը առանձին առարկա է, իսկ Արցախի հիմնախնդիրը դա գնում են ոնց որ Ադրբեջանի օրակարգով։ Ադրբեջանն է ուզում, որ Արցախի հարցը դառնա իր ներքին խնդիր եւ ինքը դա կքննարկի ում հետ, ինքը կորոշի, բայց Հայաստանը այդ դիրքը զիջել է ռուսական ազդեցության ներքո, որովհետեւ Ռուսաստանը ով պահանջեց հայկական ու զինված ուժերի հեռացում Արցախից, դրանք իրականում արցախահայության իրավունքների երաշխավորման միակ ամենաարդյունավետ տարբերակն էր հայկական զինված ուժերի արկայությունը, իսկ միջազգային հանրությունը կամ ԱՄՆ-ն երբեք չէր պահանջում այդ զորքերի դուրս բերում, շատ կներեք։ Արևմտամետ ուժերը Հայաստանում, ինչպես եւ դուք նշեցիք, որ պետք է այս հարցերը լուծել ԱՄՆ-ի արևմուտքի միջնորդությամբ եւ Ռուսաստանին դուրս թողնել։ Արդեն իսկ հակարևմտամետ կամ ռուսամետ ուժեր նշում են իրենց հերթին, որ եկեք հաշվի առնենք մեր տնտեսությունը որքանով է կախված Ռուսաստանից, եկեք հաշվի առնենք այն գազի խնդիրը, որ ունի Հայաստանը կախվածության մեջ լինելով Ռուսաստանից, ինչպես նաև ատոմակայանի խնդիրը, հատկապես երբ առջևում ձմեռ է։ Ինչպես եք պատկերացնում այդ ամենը, եթե հանկարծ Ռուսաստանը որոշում է, որ Հայաստանը այլևս դաշնակից պետություն չէ, օրինակ, ու գազը տրամադրում ենք այն գնով, որը որ Եվրոպային ենք տրամադրում, կամ ընդհանրապես չենք տրամադրում։ Նայեք, խնդիրը նրանում է, որ մենք արդեն այնպիսի վիճակի մեջ ենք, որ դուք հարցեր եք տալի, որոնց մասին շուտ պետք է մտածել, այսինքն երբ որ Հայաստանի իշխանությունները ամբողջ գազային համակարգը, էներգետիկ համակարգը, էլեկտրոցանցերը, ատոմակայանը վաճառում էին Ռուսաստանին, ու 10 տարի խոսում էին Իրանից գազ բերելու համար եւ բան չէին անում, այո, դժվար է հիմա ասենք խնդիր դնել բոլոր հարցերը միանգամից լուծելու եւ այո, բնական է, որ այդ խնդիրները լուծելուց առաջանալու են դժվարություններ, որովհետեւ այդ կախվածությունը բոլորը հասկանում են, բայց դա չի նշանակում, եթե դու ինչ-որ վատ ընտրություն ես կատարել 5 տարի առաջ, մի տարի առաջ կամ 10 տարի առաջ, ու դրա ուղղելու արդյունքում հիմա ցավոտ փոփոխություններ են լինելու, դու դա պետք է չանես, որովհետեւ որքան մենք այդ կուրսի փոփոխությունը ուշացնում ենք, այդքան ավելի ցավոտ է լինելու մեր խնդրի լուծումը։ Դա նույնն է, որ դու ասենք քո ատամի մեջ խնդիր կա, դու դա չբուժես, ասես ես վախենում եմ բժիշկ գնալուց, ատամի խնդրի լուծումը լինելու է ցավոտ։ Դա բոլորս հասկանում ենք։ Բայց մենք ինչքան ուշ լուծենք, մի ատամի տեղը 2 ատամ ենք ցավանելու։ Մի ամիս ատամնաբուժի գնալու տեղը 6 ամիս ենք գնալու։ Այսինքն խնդիրը այն է, որ մենք բոլորս հասկանում ենք, մենք հստակ լուրջ խնդիրների մեջ ենք, բայց մենք պետք է հասկանանք, որ խնդրի լուծումը ցավոտ է, թե դժվար է եւ ինչ է, բայց կատարվելի է, իրագործելի է եւ մենք պետք է անենք, ինչքան շուտ անենք, այդքան շուտ կլուծվի։ Բայց մենք հեռանկար չունենք, Ռուսաստանը ինքը տեղից հեռանկար չունի որպես պետություն։ Մենք մեր հեռանկարը կապում ենք մի երկրի հետ, որը ինքը իր երկրում ունի լուրջ դեմոգրաֆիական խնդիրներ, տնտեսության խնդիրներ, տնտեսական զարգացման, ժողովրդավարության, դեմոկրատիայի, իրավունքների, դատական համակարգի, կոռուպցիայի, ինքը ամեն ոլորտով ունի խնդիր։ Մենք մեր ապագան կապել ենք այդ երկրի հետ։ Բնականաբար անջատվել է լինելու է ցավոտ, բայց ես գիտեմ, որ ատոմակայանի մասով ֆրանսիացիների հետ բանակցություններ էին գնում դեռ 10 տարի առաջ, այսինքն հետաքրքրություն կար ատոմակայանի այդ ուրանը եւ այլն, եւ սպասարկումը լիներ ֆրանսիական։ Իրանը ամեն օր սպասում է, թե դու երբ ես գազի այդ բանի անցողականությունը մեծացնելու եւ ավելի շատ գազ վերցնելու, ինքը պատրաստ է գազի դիմաց քեզնից էլեկտրոէներգիա առնի իր հյուսիսային շրջանները ապահովելու համար։ Եթե չեմ սխալվում, հիմա առավելագույնն են կարողանում վերցնել, բայց առավելագույնը դեռ չի թողում Ռուսաստանը։ 750 մմ-անոց այդ այո, այդ ռուբան պետք է ուղղակի մեծացվի։ Նոր ինֆրաստրուկտուրաներ պետք է կառուցեն։ Այո, որը որ պատրաստ են մարդիկ կառուցեն եւ ներդրում անեն, այսինքն պարսիկները եւ դա իրագործեն, այսինքն ես չեմ կարծում դրանք Ես չեմ ասում դրանք հեշտ լուծվող խնդիրներ են, բայց դրանք լուծելի խնդիրներ են եւ ամբողջ կառավարության նպատակն է լուծել բարդ խնդիրները, ոչ թե ուղղակի գալ ասել սա դժվար է, նա դժվար է, եկեք ինքնահոսով կներեք վարչապետը ով էլ լիներ, այդ հարցը կլուծեր, բայց ես վստահ եմ, որ գործող աշխարհակարգում կան ալտերնատիվներ, նույնիսկ մի քանի ալտերնատիվներ ամեն ինչին։
Արցախում տեղի ունեցավ հանրահավաք ի պաշտպանություն Արցախի իրավունքների, որին հաջորդեց նաև Երևանում հանրահավաք, մասնակցեցին նույնիսկ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, այնտեղ ելույթ ունեցան։ Ինչպես է գնահատում ընդհանրապես մեր խորհրդանական ընդդիմության նման գործելավոճը եւ եկեղեցու խառնվելը ներքին քաղաքական կյանքին։ Նայեք, ես կարծում եմ, որ ազգային ժողովում ընդդիմություն չկա, այսինքն նախկին ուժերի հավաքույթը, համախումբը դա ընդդիմություն չի։ Իրականում նրանք որպես կուսակցություններ պետք է լյուստրացիայի ենթարկվեին եւ հասարակությունը հասկանար, թե նրանք ինչ դեր են կատարել Հայաստանում իշխանության բռնազավթման գործընթացում, որովհետեւ այդ ուժերից բոլորն էլ այս կամ այն չափով, այս կամ այն եղանակով մասնակցել են իշխանության վերարտադրությանը ոչ օրինական ճանապարհով։ Այդ ուժերը չեն կարող հավակնել եւ ինչ չեմ կարծում, որ ունեն հասարակության լայն շրջանակի վստահություն որպես ընդդիմություն։ Ես չեմ կարծում, որ ինչ որ մեկը, որը իրական, ասենք, մտածի ռացիոնալ, կուզենա, որ հետ գան հանրապետականները, հետ գան դաշնակները, հետ գա Քոչարյանը եւ այլն։ Այսինքն այդ ուժերի դարաշրջանը ավարտվել է։ Նրանք բռնությամբ պահել են իրենց իշխանությունը։ Նրանց որևէ մեկը կամավոր չի ընտրել երբևէ։ Բացառությամբ երևի առաջին անգամ, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրվում էր միգուցե այդ ժամանակ, բայց դրանից հետագա բոլոր ընտրությունները մենք գիտենք մարտի 1 է եղել են Սերժ Սարգսյանի ընտրությունները, որևէ մեկը չի եղել լեգիտիմ ընտրված, չեմ կարծում, որ այդ մարդիկ ունեն հանրային աջակցություն։ Նրանք ազգային ժողովում են հայտնվել զուտ ներկա գործող իշխանության կատարյալ անգործության արդյունքում, այսինքն որովհետև չի իրականացվել ընտրական օրենսգրքի բարեփոխում, սահմանության բարեփոխում եւ այլն, այսինքն դա նրանց բաց թողումն է, որ նրանք հայտնվել են այնտեղ, բայց ես կարծում եմ այս դուետը, հա, այդ նախկին եւ ներկա դուետը նաեւ ձեռնտու է ներկա իշխանությանը, որովհետև իրականում այդ սև ու սպիտակի բաժանման արդյունքում ռացիոնալ մտածողության հա ձայները, այլ ընտրանքները եւ նոր ուժերի առաջացումը խոչընդոտում է, որովհետև ամբողջ հասարակության ուշադրությունը զբաղացվում է մեդիա դաշտի, հա 80%-ով հենց այդ պայքարով եւ դրանով ստեղծվում է ֆոն, թե կա ազգային ժողովում ընդդիմություն, բայց իրականում Հայաստանի ազգային ժողովում վերջի 4 տարին ընդդիմության սահմանադրական ֆունկցիա որպես այդպեսին չի կատարվել։ Դուք տեսել եք ազգային ժողովի նիստերը։ Հիմա եթե ընդհանուր առմամբ աչքի անցկացնենք եւ համագումարով ներկայացնենք այս 3 ուժերի գործունեությունը, ինչպես կբնութագրեք։ Որ 3 ուժերի։ Խորհրդարանական իշխանություն եւ խորհրդարանական երկու։ Ես կարծում եմ ազգային ժողովը որպես այդպեսին չի գործում սահմանադրական իմաստով, որովհետև նայեք, կառավարության եւ ամբողջ աշխարհում գոյություն ունի հակակշռների համակարգ, որտեղ ամբողջ իմաստը կանում է նրանում, որ նույն քաղաքական թիմը օրենք չգրի եւ հետո օրենքը գործադրի։ Նույնիսկ հին Հռոմում հայտնի էր, որ կար սենատ, կար կայսր եւ կար տրիբուն, որը որ ժողովրդի ընտրել։ Այսինքն այդ իշխանությունների բաժանումը ընդհանրապես 2000 տարի առաջվանից գալիս է, ու մարդիկ, որ դա անունը դրել են բաժանում եւ հավասարակշռում, իմաստը կանում է նրանում, որ քո օրենքը գրողը եւ օրենքը կատարողը եւ օրենքը մեկնաբանողը, որը դատարանն է, նույն մարդիկ չլեն կամ նույն կենտրոնից ուղղորդվող։ Եթե այդ 3 ֆունկցիան կատարում է նույն քաղաքական ուժը, այդ 3 ֆունկցիաներից որևէ մեկը չի աշխատում։ Հիմա նայեք, քաղաքապետարանը Հայկ Մարությանը դուրս եկավ կառավարության դեմ, նրանք ասեցին, ոնց ինչպես կարող է սեզ բանել, բայց ամբողջ աշխարհում դա նորմալ է։ Ամբողջ աշխարհում, եթե սենատի վերին պալատը հանրապետականը, ստորին պալատը, ասենք դեմոկրատա, նախագահն էլ իրանցից մեկն է, բայց էլի կատարում է միջանկյալ ֆունկցիա։ Մեր մոտ ամեն ինչը մի քաղաքական ուժի կողմից որոշվում է, քաղաքապետը պետք է լինի անպայման իրանցը, կառավարությունը պետք է լինի իրանցը, ազգային ժողովի մեծամասնությունը իրանցը։ Դա ինչ է նշանակում։ Եթե կառավարությունը օրենքի նախագիծ է բերում ազգային ժողովը, այդ օրենքի նախագիծը 99%-ով ընդունվում է։ Ես չեմ տեսել այս վերջի 4 տարվա ընթացքում, որ ինչ որ բովանդակային քննարկում գնա եւ ինչ որ օրենքը հետ ուղարկվի կամ օրենքի վրա քննադատությունի կամ նախարարները գալիս են ազգային ժողով հարց ու պատասխանելու։ Դուք ինչ եք կարծում, իշխող ուժը իր նախարարներին պետք է վատ հարցեր տա եւ սուր հարցեր տա, բնականաբար չի տալու։ Այսինքն իշխանությունների տարանջատումը չկա, չի գործում, ինչքան էլ որ հիմա իրանք իրենց հույս են տալի եւ ասում են սա ամենադեմոկրատական կառավարությունն է, դեմոկրատական կառավարությունը միայն ընտրությունների պատճառով չի, դեմոկրատական կառավարությունը նշանակում է սահմանության մեջ գործող զսպումների համակարգաշրջների համակարգը գործում է, թե ոչ։ Ջահանգիրյանի պատմությունը հիշում եք, դատական ամենաբարձրագույն պաշտոններ դրել էին մարդու, որը ինչ որ չգիտեմ ինչով է զբաղվում։ Հիմա դուք ինչպես եք պայքարելու այսպիսի պայմաններում, երբ ինչպես դուք եք նշում 80%-ը մեդիա եւ այլ ռեսուրսների պատկանում է այդ ուժերին,
ինչպես նաև ֆինանսական, մարդկային մեծ ռեսուրսներ եւ դուք էլ որոշել եք մասնակցել քաղաքապետի ընտրություններին։ Ինչպես եք դա նույնքան դժվար է, որքան որ ես ասում եի, որ Ռուսաստանից կուրսը փոխելն է դժվար լինելու, բայց դա անհնար չէ։ Ես հասկանում եմ դժվարությունների տարբեր մակարդակները, թե մեդիա, թե ֆինանսական, թե մարդկային, որոնք որ դուք նշեցիք, բայց ամեն մի հարցի մեջ մենք մի լուծում գտնելու ենք եւ մեր քարոզարշավը անելու ենք։ Եվ անում ենք։ Քաղաքապետի ընտրություններին մասնակցելը նոր եք որոշել։ Նայեք, քաղաքապետի Ինչքան ժամանակ է որ որոշել եք, որ պետք է գաք Հայաստան, հաստատվելու եք այստեղ թե ոչ, եւ մասնակցեք քաղաքապետի ընտրություններին։ Ես դա վաղուց էի որոշել, ուղղակի տեղափոխումը, ես մեծացել եմ Երևանում, ես վերջի մի 10 տարին եմ որ բացակայել, բայց անընդհատ միշտ եղել եմ ակտիվ, իրավունք տենց որոշելու հատուկ ինչ որ պահ չի եղել, ես միշտ էլ ուզել եմ հետ գամ, ուղղակի դա կախված է ֆինանսական պլանավորման հետ եւ իմ աշխատանքային գործունեության հետ։ Ես հատկապես որոշեցի հենց քաղաքապետի համար արշադրվել, որտեղ ԱՄՆ-ում ես կառավարել եմ համատիրությունների միություն, որոնց բյուջեն պակաս չի եղել Երևանի բյուջեի, ասենք, կեսից եւ խնդիրների մեծ մասին, իհարկե դա պետական կառույց չի, որ ֆունկցիաներ կան, որոնք որ չեմ բնականաբար ունեցել, հա, բայց մենք գործ ենք ունեցել թե քաղաքաշինական նորմերի թույլտվություններ տալու, որտեղ համատիրությունը ԱՄՆ-ում այն գործում է լուրջ կառույց է, որովհետև եթե դու ստանաս նույնիսկ պետությունից շին թույլտվություն, դու պետք է համաձայնեցնես այդ համատիրության հետ, ու համատիրությունը միայն բազմապանական շենք չի, դա միլիոնավոր դոլարների արժեցող տների միավորում, այսինքն 100 հատ սեփական տների ոնց որ համայնք։ Այդ աշխատանքի արդյունքում ես լավատեղյակ եմ դարձել բյուջետային պլանավորմանը, որտեղ ես կատարել եմ շատ արդյունավետ աշխատանք եւ ծանոթ եմ քաղաքաշինական նորմերին, նաեւ շինարարության մեջ աշխատանքներին։ Ծանոթ եք Երևան քաղաքում, ինչպես է քաղաքապետարանը բյուջեն իր օգտագործում, ինչպես է կառավարում ընդհանրապես, ինչ կասեք, ուսումնասիրել եք։ Ես ոչ միայն ուսումնասիրել եմ, ես նաեւ հասկանում եմ, որ քաղաքապետարանում կոռուպցիոն անձնակազմը 80%-ով պահպանվել է, այսինքն եթե փոխվել են թվականից է պահպանվել։ Թեկուզ Տարոն Մարգարյանի ժամանակ, այսինքն կոռուպցիոն ամենալավ անձնակազմը, որը որ լավ միշտ փող է աշխատել, իրանք ամեն ինչով պահպանվել են, այսինքն փոխվել է միգուցե ղեկավար կազմը, բայց մնացածը մնացել է նույնը, աշխատել է։ Ինչի հաշվին է պահպանվել։ Պահպանվել է, որովհետև չի եղել քաղաքական կամք փոփոխելու դրանք, այսինքն ոնց որ քաղաքական կամք չի եղել փոխելու դատարանները, փոխելու ազգային ժողովի, ասենք կանոնակարգը, չի եղել քաղաքական կամք փոխելու ընտրական օրենսգիրքը, այսինքն մենք հիմա ընտրություն ենք կազմակերպում Սերժ Սարգսյանի գրած հանրապետականի գրած ընտրական օրենսգրքով, նրանց գրած համանդրությամբ, նրանց գրած կուսակցությունների մասնորենքով բացարձակապես ոչ մի բան չի փոխվել, ինչի պետք է փոխվեր քաղաքապետարանում։ Օրինակ կոռուպցիայի կամ բյուջեի վատման ինչ որ օրինակներ կարող եք։ Ես հրապարակել էի, ես կարդացել էի նրանց հաշվետվությունը, որ ասենք շոկոլադի վրա, կոնյակների վրա, չգիտեմ, փափուկ կահույքի վրա եւ այլնի վրա վատնվում է բավականին մեծ գումարներ, բայց երբ որ մենք ասում ենք, ասենք լիֆտերը փոխարինվել են, չգիտեմ, 10%-ով կամ 20%-ով, մարդիկ ասում են, դե հա, նորմալ է, առաջ էդ էլ չէր արվում, այսինքն եթե մենք փորձում ենք համեմատենք ներկաներին զուտ Տարոն Մարգարյանի հետ, հա բնականաբար տարբերություն կա, բայց ես համեմատում եմ սպասելիքի, ես համեմատում եմ նորմայի հետ, ոչ թե համեմատում եմ աննորմալի հետ, այսինքն ինչ որ եղել է մինչև 18 թվականը դա նորմալ էր, դա ուղղակի թալան էր, ասենք։ Հիմա եթե դու առաջ թալանել են 100, դու հիմա թալանում ես 70, դա չի նշանակում, որ վիճակը լավացել է։ Բացարձակ իմաստով։ Այսինքն այս մոտեցումն է սխալ։ Հասարակությանը ներկայացվում է այնպես, որ եթե երկու փողոց ասֆալտապատվեց եւ երկու վերելակ փոխվեց, ուրեմն դա հեղափոխական փոփոխություններ են եղել։ Ես ուզում եմ ասեմ, որ համակարգային փոփոխություններ չեն եղել։ Եղել են կոսմետիկ փոփոխություններ, որոնք տվել են որոշակի արդյունք հասարակությունը տեսնում է, թե տրանսպորտի ոլորտում, թե ասֆալտապատման։ Երևան քաղաքի համար մեկ խնդիրը որն եք դուք համարում։ Չեմ ասի համար մեկ, բայց Երևանում խնդիր կա, կենտրոնում կայանատեղիների խնդիր կա, տրանսպորտի խնդիր կա, լուրջ խնդիր կա տրանսպորտի, համատիրությունները չաշխատելու հետևանքով ընդհանրապես բնակչությանը ծառայություններ մատուցելու, հա դրանք կոչվում են հանրային ծառայություններ։ Բնակչության հանրային ծառայությունների մակարդակը, մատուցելու մակարդակը շատ վատն է։ Եվ կա կանոնչապատմանները, նայեք, մինչ այս խոսք են տվել, որ տրանսպորտի խնդիրը կլուծվի, մինչ օրս մենք տեսնում ենք տրանսպորտի խնդիրը լուծված չէ։ Չգիտենք երբ կլուծվի։ Առայժմ խոստումներն ենք մենք տեսնում։ Լուծման տարբերակ ունեք կամ այն տարբերակը, որը ընտրել է ներկայիս քաղաքապետարանը։ Ճիշտ եք համարում։ Ոչ, եթե դա ճիշտ լիներ, արդեն խնդիրը լուծված կլեր գոնե տեսանելի մակարդակով։ Խնդրի լուծումը նշանակում է, որ
մարդկանց եթե փողոցում հարցնես տրանսպորտի խնդիրը լուծված է, իրենք պետք է ասեն, ոչ թե թղթի վրա կաբինետում նստած պաշտոնյան ասի խնդիրը լուծվել է, այ եկեք դուրս գանք փողոց եւ մարդկանց հարցնենք մասիվի բնակչությանը, Չարբախի, Շենգա, ոչ թե կենտրոնի մենակ։ Այ հարցնենք, տեսնենք խնդիրը լուծված է թե չէ, խնդիրը լուծված չէ։ Խնդիրի լուծումը պահանջում է գումարի ներդրում, որը որ կա, ուղղակի այդ գումարը, ասենք, ծախսելու ուրիշ բանի վրա, ավտոմեքենաների, ենթիմ ասած, գինիների, կոնյակների եւ մնացած իրա պետք է ծախսվեր դրա վրա գումարած լրացուցիչ ներդրում պետք է ներգրավել Սփյուռքից, որը որ հնարավոր է ներգրավել իմ ունեցած կապերի միջոցով եւ վստահ եմ այս իշխանությունն է ունի այդ կապերը, որ կարա ներգրավի եւ այդ հարցը լուծի, բայց դա միայն գումարի խնդիր է, պետք է բերվեն ավտոբուսներ, պետք է որոշակի փողոցների կարգավորումներ հանվեն, այսինքն որոնք որ կոչվում են ավտոբուսի երթևեկության փողոցներ, այդտեղ պետք է այն մյուս ասենք տրանսպորտային միջոցների երթևեկությունը որոշակիորեն սահմանափակվի, կանգառների ճիշտ ընտրություններ կատարվեն, ոչ թե լուսացույցի ասենք 2 մետր լուսացույցը միջև դրվի կանգառ, որը որ առաջացնի խցանում։ Եվ վերջին հարցը, գործող փոխքաղաքապետը Տիգրան Ավինյանը եւս նշել է, որ մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին ու իր թիմը լավ աշխատում է, բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Ինչ որ անհավասար պայքար տեսնում եք։ Նայեք, անհավասար պայքարը բնականաբար կա Եվ ես դա տեսնում եմ եւ ինչպես նշեցի, դա կապված է ընտրական օրենսգրքի հետ, որ իրենք կարող էին փոխել։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում նախընտրական քարոզությունը սկսում է այն պահից, երբ որ դու հայտարարում ես մասնակցելու քո մտադրության մասին։ Հայաստանում ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզությունը սկսում է տեխնացուի գրանցման օրվանից։ Հիմա Տիգրան Ավինյանը երբ որ կանգնեց հայտարարեց, որ ինքը մասնակցում է այդ պահից, դա համարվում է քաղաքակիրթ աշխարհում ինքը նախընտրական իր համար նախընտրական գործընթացի օրենքները գործում են։ Դա նշանակում է ինքը իրավունք չուներ դրանից դուրս զբաղեցներ դառնալ փոխքաղաքապետ, քաղաքապետարանի տարեկան ծրագրով ինչ նախատեսված է, այդ գործընթացներին գնար եւ ժպտար եւ բացեր ու ամեն ինչը ներկայացվեր, որ այս մարդը եկել է ու սկսում է աշխատել։ Այսինքն դա այնքան կեղծ է, որ հասարակությունը դա հասկանում է։ Անհավասար պայմանը դրանով է, որ ինքը օգտագործում է հանրային միջոցները իր քարոզարշավը իրականացնելու համար ընտրություններից մի տարի շուտ։ Բայց ես նորից եմ ասում, եթե լիներ քաղաքական կամք այդ օրենսգիրքը փոխելու, ամբողջ աշխարհում այդպես է, ասենք օրինակ ԱՄՆ-ում, եթե դու հայտարարում ես քո մասնակցության մասին, դու պետք է չես կարող զբաղեցնել այդ պաշտոնը, որի համար դու հավաքում ես, կան հրաժարական ստալի, որ դու չունենաս, որտեղ միայն այստեղ ֆինանսական ռեսուրսի մասին չէ, այսօր ինքը որպես փոխքաղաքապետ բոլոր թաղապետարանների վրա ունի ազդեցություն, բոլոր թաղապետարանների աշխատողների վրա, բոլոր թաղապետարաններում կարող է այսինչ բակում կանանչապատում անի, այսինչ բակում չանի եւ այլն, այսինքն այդ ամբողջ վարչական ռեսուրսը այսօր օգտագործվում է իր նախընտրական քարոզչության համար եւ դա օրենքի խախտում է մասամբ օրենքի խախտում չէ մյուս մասով, բայց ամբողջ աշխարհում գոյություն ունի այդ օրենքը եւ կոռուպցիա, այսինքն կապ չունի դու դա ինչ ձևով ես իրագործում։ Դու կարող ես օրենքով գրես, որ ես կարող եմ հանցագործություն անել ու դա չդառնա հանցագործություն, բայց երբ որ դու դա անում ես, հասարակությունը դա տեսնում է եւ չեմ կարծում, որ փոխվարչապետ աշխատած ժամանակ Տիգրան Ավինյանը կատարել է շատ մեծ աշխատանք, որ հիմա էլ որպես քաղաքապետ կատարի եւ կարծում եմ հասարակությունը դա կգնահատի։ Շնորհակալ ենք։ Ես զրուցում եի ազգային առաջընթաց կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանի հետ, կհանդիպենք։